հստակ ասվում է ժամկետներով, բանով, որ պետության ղեկավարը հավաքագրված գործակալ է։ Մարդիկ ուղղակի լսեցին, անտարբեր անցավ գնաց։ Ինչու՞։ Ստացին, պարզապես համարեցին, որ դա առանձնապես նորություն չի, դե հիմա ով չգիտի։ Սա է մեր քաղաքական դաշտի վիճակը, որտեղ ակնհայտորեն արևմուտքի գործակալները կամ ազդեցության գործակալները պայքարում են Ռուսաստանի գործակալների կամ ազդեցության գործակալների դեմ, ամենայն հայոց կաթողիկոսը իրեն պահում է մոտավորապես այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Բայց նմանությունը միայն սա չի։ Միքայել Աչապահյանը, Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը կալանավորված են ամիսներ շարունակ, կալանքի տակ են, ճիշտ այնպես, ինչպես կալանքի տակ են Բաքվում հայ պատանդները եւ հարգելիներս Սամվել Կարապետյանը ազատ չի արձակվելու։ Մեր ձևով շարժումն էլ չի գրանցվելու, իշխանությունները չեն գրանցելու, մոռացել։ Հասկանալ, խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ դա այդպես է։ Բայց նրանց ըստ երևույթին ձեռնտու է, որ այո, Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ, մեր ձևով շարժումն էլ չգրանցվի։ Կարող են հայտարարել, չէ՞ որ գիտեք, եթե հանկարծ մեր ձևով շարժումը չգրանցվի, եթե իշխանությունը չգրանցեն, մենք բոլորս, բոլոր ընդդիմադիր քաղաքականները, բոլորը միասին չենք մասնակցելու այդ ընտրություններին։ Ուզում եք չլինեն, կախեք հիմա, այլ կուսակցություն կստեղծեն կամ մի քանի կուսակցություններ կստեղծեն ուրիշ դեմքերով, կասեն, Սիբերիան Նատաշա կմասնակցեն, դուք էլ ձեր հերթին մի հատ դիմեք արհեստական բառականությանը եւ հարց տվեք, ասեք, բոլորին ձեռնտու է այս վիճակը նկատի խորհրդարանական ընդդիմությանը, իշխանություններին, որոնք ամեն ինչ կընթանա խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հանկարծ պարզ կլինի, որ այդ ամենը իրականում փուչիկ է։ Մեկ 991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Նախ հերթական սենսացիայի մասին։ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 1999 թվականին հավաքագրվել է Միացյալ Նահանգների կողմից, ավելին ինքը տեղեկություններ ունի, որ անգամ նրա բնութագիրն են տվել այսպիսի, համարել որ դա շատ հարմար է եւ այլն եւ այլն։ Սա իսկապես ցանկացած նորմալ լուրջ երկրում կլիներ սենսացիա, ոչ միայն օրվա սենսացիա, ընդհանրապես դա պայթող ռումբի տպավորություն կթողներ, որովհետեւ աստորեն հստակ ասվում է ժամկետներով, բանով, որ պետության ղեկավարը հավաքագրված գործակալ է։ Առավել ևս որ ասողը շարքային քաղաքացի չէ, ասողը պաշտպանության նախկին նախարար։ Բայց Հայաստանում այդ ամենը շատ հանգիստ անցավ, մարդիկ ուղղակի լսեցին, անտարբեր անցավ գնաց։ Ինչու՞։ Ստիրոթիպ ոչ թե նրա համար, որ մտածին դե Արշակ Կարապետյանը ալուր մարդ է, չհավատացին, ավելի հավանական է, որ հակառակը, լավ էլ հավատացին, պարզապես համարեցին, որ դա առանձնապես նորություն չի, դե հիմա ով չգիտի։ Դա ինչ մի նորություն էր, դրա համար այդպես անտարբեր անցավ գնաց։ Կանև մյուս կողմը, որովհետև պիտի հարց առաջանար, չէ, նաև հասարակությանը պիտի հուզեր, բա եթե Արշակ Կարապետյանը գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 99 թվականից հավաքագրված է, բա ինչու էր ինքը Նիկոլ Փաշինյանի օրոք պաշտպանության նախարարի պաշտոնը ընդունում, հետո համադրվում նախարար աշխատել, չէ՞ որ տրամաբանորեն, եթե մարդը գիտի, որ իրեն նշանակող օտարերկրագործակալ է, ինչ պիտի աներ։ Կամ պիտի աղմուկ բարձրացներ, կամ առնվազն սուս հրաժարվեր այդ պաշտոնից։ Եվ միայն մի տարբերակ կա, որ թե ինչու նա այնուամենայնիվ ընդունեց, եթե նա էլ իր հերթին մեկ այլ երկրի գործակալ է եւ ում այնտեղից ուղղակի ասել են, հա լավ, նորմալ է ընդունել այդ պաշտոնը, ամեն ինչ գիտենք, հանգիստ աշխատի։ Այնպես որ սա է մեր քաղաքական դաշտի վիճակը, որտեղ ակնհայտորեն արևմուտքի գործակալները կամ ազդեցության գործակալները պայքարում են Ռուսաստանի գործակալների կամ ազդեցության գործակալների դեմ, դա տեղի ունենում անթափույց, բաց տեքստով հասարակությունն էլ անտարբեր հետևում է այդ ամենի, որտեղ ամեն ինչ շատ լավ գիտի։ Հիմա եկեղեցու դեմ կատարվող իշխանությունների այս գրողների մասին, որոնք կարծես թե թևակողում են վճռական փուլ եւ իշխանությունների համար բավականին հաջող ընթացքով։ Այստեղ ճիշտ ասած շատ
անհասկանալի է կաթողիկոսի, ամենայն հայոց կաթողիկոսի դիրքորոշումը, պասիվ դիրքորոշումը, որովհետև մի կողմից անդադասվում է, որ այ հայ առաքելակյան Սուրբ եկեղեցին մեր ազգային հոգևոր ինքնության անկյունակարն է, հիմնասյունն է 1700 տարի շարունակ եւ այլն, բայց ահա անհատույց գրոհ է կատարվում այդ հիմնասյան դեմ, այդ անկյունակարի դեմ, այդ հիմքի դեմ եւ փաստացի ոչ մի լուրջ դիմադրություն կամ եկեղեցին չէ, այլ քաղաքական ուժեր են փորձում այդ հարցը լուծել դատական կարգով դատի տալ իշխանություններին։ Ինչու է դա տեղի ունենում, ինչու է այդպես, դա իսկապես անհասկանալի է, բայց այս հարցում, եթե պարզ խոսենք, ամենայն հայոց կաթողիկոսը իրեն պահում է մոտավորապես այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, պարզապես օրինակ Նիկոլ Փաշինյանը դրսում Ադրբեջանից ինչ-որ սպառնալիքների, ահաբեկումների, ճնշումների տակ, այնտեղ գլուխը կախ, ձայն չի անում, գալիս է երկրի ներսում, կոշտ ռետորաբանությամբ հարձակվում է իր քաղաքական հակառակորդների վրա։ Նույն կերպ Հայաստանի ներսում ամենայն հայոց կաթողիկոսը այդ իշխանական բացահայտ ճնշումներին, այդ հայգոյախառ այդ խոսակցությունների դեպքում որևէ դիմադրություն չկա, գալիս է համակարգի ներսում, եկեղեցու ներսում փորձում է ինչ-որ քայլեր անել։ Բայց նմանությունը միայն սա չի։ Տեսեք, մի քանի թեմերի առաջնորդներ, Միքայել Աչապահայանը, Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը կալանավորված են ամիսներ շարունակ, կալանքի տակ են, ճիշտ այնպես, ինչպես կալանքի տակ են Բաքվում հայ պատանդները եւ տեսակետ կա, չէ, որ օրինակ Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը ինչու չի ջանքեր գործադրում առանձնապես, որպեսզի Բաքվի մեր պատանդները վերադառնան, որովհետև տեսակետ կա, որ այն նրանք հատկապես Ռուբեն Վարդանյանը, օրինակ, եթե վերադառնա, պատկերացնում եք մեծ քաղաքական հեղինակությամբ, լուրջ կապիտալով եւ քաղաքական կապիտալով եւ լուրջ ռեսուրսներով բարձր հեղինակությամբ գալու է Հայաստան եւ իր այդ ռեսուրսներով գլխացավանք է դառնալու օրվա իշխանությունների համար, այսպիսի տեսակետ կա։ Նույնպիսի տեսակետ էլ կա, որ գուցե ամենայն հայոց կաթողիկոսն էլ դրա համար առանձնապես չի պայքարում կալանքի տակ գտնող սրբազաններին ազատ արձակվելու համար, դա ինչ խնդիր է, նրանք ունեն բարձր հեղինակություն, առավելևս բարձրացել է հեղինակությունը վերջին ամիսների տարիների ընթացքում, հիմա նրանք, եթե հայտնվել ազատության մեջ, եկեղեցու շատ լուրջ հեղինակություն են ունենալու, իր հետ կարող են իրեն մրցակից ստանալ, շատ ավելի լավ է, որ նրանք այնտեղ գտնվեն կալանքի տակ, ինքն էլ այստեղ ներկայանա որպես ուղղակի հալածված իր իմիջով, կաթողիկոսի իմիջով շատ գտնվելով շատ կոմֆորտ վիճակում, մինչև տեսնենք, թե ինչով կավարտվի այս ամենը։ Նաև այսպիսի տեսակետ կա, որը գոյություն ունենալու իրավունք ունի նույնպես։ Սա վերաբերում է նաև քաղաքական դաշտի եւ գործում է ճիշտ նույն մեխանիզմ։ Օրինակ, Սամվել Կարապետյանը արդեն ամիսներ շարունակ կալանքի տակ է, քաղաքական ընդդիմությունը, հատկապես խորհրդարանական ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ այդ մասին հայտարարություններ է անում, այդ ուժն էր նոր ձևավորած ուժը Սամվել Կարապետյանի, կոչվում է մեր ձևով, այդ մեր ձևով շարժումն էլ այերը հիմա մտածում են դե ոչինչ, միջազգային ակցիաներ կան, միջազգային ճնշումներ կա, ռուսական ճնշում կա, այստեղ էլ ներսում ոչինչ, միշտ նստած չի լինելու Սամվել Կարապետյանը, ազատ կարձակվի, այլ կտեսնեք ընտրությունների ժամանակ մեր ձևով շարժումը ինչ արդյունքների կհասնի, մի քիչ էլ համբերեք, կտեսնեք։ Չէ, հարգելիներս, Սամվել Կարապետյանը ազատ չի արձակվելու, առնվազն մինչև ընտրությունները, մեր ձևով շարժումն էլ չի գրանցվելու, իշխանությունները չեն գրանցելու, մոռացեք։ Սա գիտեն եւ իշխանությունները, սա գիտեն եւ խորհրդարանական ընդդիմությունը, սա գիտեն ընդդիմադիր հիմնական ուժերը բոլոր, բացի երևի այդ մեր ձևով շարժումից։ Տեսեք, հասկանալ խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ դա այդպես է, բայց նրանց ըստ երևույթին ձեռնտու է, որ այո, Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ, մեր ձևով շարժումն էլ չգրանցվի։ Եթե նրանք իսկապես այդ հարցը մտահոգ ապագոյություն ունի, չէ, քաղաքական ուժերի առանձին առավելս ընդդիմադիր ուժերի, այսպես ասենք, համերաշխություն։
Դրանք իսկապես ուզում են, որ այդպես չլինի դա։ Però պետք չի սպասել, որ այ ընտրությունները մոտենան, մեր ձևով շարժումը չգրանցվի, Սամվել Կարապետյանը մնակալանքի տակ, իրենք էլ աղմուկ բարձրացնեն, ասեն, որ սա ինչ անարդարություն է, սա ինչ ճնշումներ է, սա ինչ ավտորիտար ռեժիմ է, եւ գնան մասնակցել ընտրություններին, ուրախանալով, որ իրենց հիմնական մրցակիցներից մեկը չի մասնակցել դրան եւ այդ ուժներ չեն գրանցել։ Եթե չեն ուզում այդպես լինի, կարող են հենց հիմա հենց այսօրվանից ամբողջ քաղաքական դաշտի մասին խոսք ընդդիմել։ Կարող են հայտարարել, չէ՞ որ գիտեք, եթե հանկարծ մեր ձևով շարժումը չգրանցվի, եթե իշխանությունը չգրանցեն, մենք բոլորս, բոլոր ընդդիմադիր քաղաքականները, բոլորը միասին չենք մասնակցելու այդ ընտրություններին։ Հասկանում եք, չէ՞, սա ինչ լուրջ հարված կլինի իշխանությունին, նրանք ոչ են կարող միջազգային հանրության աչքի առաջ ընտրություններ անցկացնել, ասենք, միայն քաղաքացիական պայմանագրով եւ ենթադրենք, չգիտեմ, Արամ Զահիրի կուսակցությունը, դա զանիչ կլինի։ Ունի ընդդիմություն, ընդդիմադիր ուժերը ունեն այս հնարավորությունը արդեն հիմիկվանից կանխել այն ծրագիրը, որ իշխանությունները չեն թաքցնում, ասում են Մոլդովայի օրինակ, ասում են փուլ չենք տալ, որ այս ուժերը մասնակցեն, նրանք պիտի չլինեն այստեղ եւ այլ, ուզում եք չլինեն, կանխեք հիմա։ Հակառակ դեպքում կստացի, որ չէ, ձեզ լավ էլ ձեռնտու է, ձեր մրցակիցը կալանքի տակ է, ուժը դուրս է մնացել, մղվել դուք էլ օգտվելով դրանից այդ քարոզչական առումով օգտագործեք դա ընտրությունների շեմի եւ էլի կհայտնվեք խորհրդարանում կունենանք արդյունքում այսօրվա պատկերը։ Որում պարտադիր չի որ խորհրդարանական ընդդիմությունը կամ երկրորդ եւ երրորդ նախագահները անպայման չի որ իրենց դեմքով հանդես գան, առավել եւս որ նրանք են հասկացել որ հասարակությունը իրենց դեմքերից պարզապես հոգնել է։ Այս նշանակություն չունի հիմա այլ կուսակցություն կստեղծեն կամ մի քանի կուսակցություններ կստեղծեն ուրիշ դեմքերով, կասեն Տիբերյան Նատաշա կմասնակցեն, այս անգամ էլ ուրիշ ձև կհայտնվեն խորհրդան들են, բայց սարգերիներս 21-րդ դարի դրսում։ Ընդհանրապես 5 րոպե է պետք փորփրելու համար եւ հասկանալու համար թե ով է ուժը, ում կողմից է առաջ մղվում, հետևից ում ակաշներն են երևի, այդ ժամանակները անցել են։ Պետք չի այդպես Դե պետք չի թյուրիմացության մեջ գցել հասարակությանը։ Նա ուրիշ օրինակ բերեմ։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, ես ասում եմ արհեստական բանականությանը հարց եմ տվել, թե հնարավոր է արդյոք որ ինչ որ մեկը քրեական հետապնդման ենթարկվի, եթե այդպիսի քրեական հոդված չկա։ Դե նրան էլ դիմախոսում են իշխանությունները տարբեր տրամաչափի, ասում են, դե մենք էլ մեր հերթին ենք դիմել արհեստական բանականությանը եւ հարցրել ենք հնարավոր է արդյոք որ ինչ որ մեկը իր իշխանության ժամանակ կրակի ժողովրդի վրա 10 հոգու սպանի տանկեր մտցնի քաղաք եւ դրա համար պատասխանատվության չի ենթարկվի։ Եվ նկատի ունեմ բնականաբար Ռոբերտ Քոչարյանը եւ ասում են արհեստական բանականությունը մեզ պատասխանեց որ դա հնարավոր է միայն այն դեպքում եթե այդ իշխանությունը կոծկել է այդ քրեական գործը եւ այսպես շարունակ։ Լավ, հիմա փորձեք բոլորը կարող եք փորձել դուք էլ ձեր երթին մի հատ դիմեք արհեստական բանականությանը եւ հարց տվեք ասեք ինչպես կարող է պատահել որ որևէ ուժ 7.5 տարի լինի իշխանության այդ ուժը հայտարարի որ ես քաղաքական ուժը հանցագործներ են 10 հոգու սպանել են եւ այլն եւ այդ ուժը ուրեմն լինի ազատության մեջ ոչ միայն ազատության մեջ այլև լինի խորհրդարանում ինչպես է դա հնարավոր Հավատացնում եմ ձեզ արհեստական բանականությունը կպատասխանի, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե իշխանություններին ձեռնտու է, որ այդ ուժը մնա ազատության մեջ եւ այդ ուժը դառնա հիմնական ընդդիմադիր, որով եւ հնարավորություն կտա իշխանություններին անընդհատ վերարտադրվել։ Այնպես որ արհեստական բանականությունը այսպես էլ կանի եւ հենց դասի եւ հենց դա էլ այսօր փաստացի տեղի է ունենում։ Բոլորին ձեռնտու է վիճակը նկատինում խորհրդարանական ընդդիմությանը, իշխանություններին, որովհետև եթե ամեն ինչ շարունակ ընթանալ այսպես, ապա մենք պարզապես սերտական ընտրությունների ժամանակ կունենանք մոտավորապես նույն պատկերը, իշխանությունները կպահպանեն իրենց իշխանությունը, ընդդիմությունը կշարունակի ընդդիմություն աշխատել, էական չի թե ում դեմքով, էական չի թե ովքեր կլինեն առաջին դեմքերը, այդպես էլ քաղաքացիությունը ժամանակ առ ժամանակ կգնա Բաքու, այնտեղից ուղերձներ կբերի, որ գիտեք Ադրբեջանը ասում է պատերազմը ավարտվել է, Ալիևը
շատ բարեկիր թե Սևանին գյուղ չի ասել, դուք սխալ եք հասկացել, եւ այդ ուղերձի համար ի դեպ, որը Հայաստանի իշխանությունների նարատիվներն են հիմնական քարոզչական թեզն է, որ տեսեք խաղաղություն է, այնտեղ ասում են պատերազմը ավարտվել եւ այո, դրա համար արժեր բյուջեից 17.5 միլիոն դրամ գալը, այդպես համերաշխորեն էլ ամեն ինչ կընթանա խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հանկարծ պարզ կլինի, որ այդ ամենը իրականում փուչիկ է։ Ինչևէ այսօր այսքանը կհանդիպենք։